Բարև Նարեկ։ Բարև։ Ոնց ես։ Վատ։ Ինչի։ Կատակ եմ անում։ Իրանալի։ Գնաց։ Բարև Նարեկ։ Բարև։ Ոնց ես։ Ընտիր։ Հարց։ Գնացինք։ Մինչև այս շփումը մենք արդեն շփվել ենք։ Ես քեզ հարց եմ տվել, դու պատասխանել ես, բայց արի բոլորի համար դու պատասխանը տաս։ Կարծում եմ բոլորին հետաքրքիր կլինի։ Գնացինք։ Կոնտենտը, որը դու ստեղծել ես առհասարակ Instagram-ում ու Facebook-ում, էպատաժի համար է, թե այնտեղ դու ես։ Խնդրում եմ ինձ ասա ինչ նշանակում է էպատաժ։ Շատ տարբեր, սուր, իրար հակասող, Չէ, ես եմ։ շոկի ենթարկող։ Ես եմ։ Լավ։ Ես եմ։ Ես ու դու շատ գաղափարներում նույն կարծիքն ունենք։ Բայց եթե էպատաժի համար է, հեմ համար չի։ Այդ դեպքում կասես, խնդրում եմ, ինչի ես տենց հասարակ ու հանգիստ ասում էկրանի մեջ դեբիլներ։ Ճշգրտությունը սիրում եմ, Արմինե ջան։ Ճշգրտություն։ Լավ բառ։ Կան դեբիլներ, եւ դեբիլներին կարելի է ասել այլ բառով, բայց ես նախընտրում եմ ասել դեբիլներ։ Համել գեղեցիկ բառ է։ Դեբիլ, գեղեցիկ բառ է։ Լավ։ Եվ ճշգրիտ բառ է։ Եթե դու քո միտքը փորձում ես տեղ հասցնես ասելով դեբիլ, քո կարծիքով Էտրոպեին մարդը կմտածի Աստված, ես մինչև հիմա չէի մտածում, որ ես դեբիլ եմ, ու ես հենց նոր Նարեկի մեսիջով հասկացա այդ ինֆորմացիան, ինչի ես տենց կտրուկ հասցնում տեղ։ Երբ որ ես կարծիք եմ հայտնում, ես չեմ մտածում, այդքան չեմ մտածում ձևի մասին, այլ մտածում եմ աուտենտիկության մասին։ Աուտենտիկությունը կարևոր բան է։ Այսինքն ես վերլուծության չեմ ենթարկում այդ բանին, թե ինչ ձևով ասեմ, որ ոնց հասնի։ Մտածում եմ, որ եթե ուղիղ ասեմ, A կետից B կետը ամենակարճ ճանապարհը ուղիղ ճանապարհն է։ Դրա համար ես Պոլիտկորեկտ չեմ ուզում լինեմ։ Պոլիտկորեկտ չեմ ուզում լինեմ։ Դրա համար ես։ Դու ես պոլիտկորեկտ ես։ Այո։ Իմ կարծիքով լավ չի պոլիտկորեկտ լինելը։ Ինչի, Որտեվ կոռեկտ լինելն է կարևոր։ Կոռեկտ, երբ որ դու պոլիտկորեկտ ես, դու կոռեկտ չես հաճախ։ Համաձայն ես։ Բայց դու ինչպես ես բնորոշում դեբիլ մարդկանց։ Ես չեմ բնորոշում ըստ իս դեբիլ մարդ։ Պիտակավորելը լավ բան է։ Ոչ։ Պիտակավորելը լավ բան է։ Ոչ։ Լավ բան է։ Գիտես խիալ լավ բան։ Որտեվ պիտակավորելով դու կատեգորիացնում ես, կատեգորիաների ես բանում։ Ոնց կարելի է մարդկանց կատեգորիաների բաժանել, այդ դեպքում դու խանգարում ես իրանց հետագա աճին։ Ինքը կարող է հիմա այսպիսինն է, բայց առաջի դասարանում է ենթադրենք, մյուս տարի ինքը կփոխվի, բայց դու արդեն պիտակավորել ես իրան։ Նա որ փոխվի պիտակը կփոխենք։ Լավ, որտեղից քեզ թույլ տվություն պիտակավորել ու տենց կատեգորիկ լինել մարդկանց հանդեպ։ Սահմանադրությունից։ Սահմանադրություն տենց օրենք կա։ Լսում եմ։ Ազատ խոսքի իրավունք։ Դու նոր ես իմանում։ Ես դա գիտեի, բայց ինձ թվում է չգիտեի, որտեղ ակնած զարմացար դու։ Ազատ խոսքի իրավունք։ Տենց ազատ երկրում Արմինե ջան։ Ազատ խոսքի իրավունքը հիմնարար իրավունք է։ Այդ թվում բոլոր այն մարդկանց, որոնք իմ վիդեոների տակ հայոյում են, դա էլ իրենց ազատ խոսքի իրավունքն է։ Ես կվերադառնամ հայհոյանքին։ Հիմա հարց։ Եթե դու քո ազատ խոսքի իրավունքով ավելի փափուկ բացատրեիր քո խոսքը, տալով մարդուն ընտրել, ոչ թե այդպես կատեգորիկ լինել, միգուցե քո խոսքը ավելի արագ տեղ հասներ։ Համաձայն չեմ։ Ինչի։ Ինձ թվում է ինչքան ավելի կոպիտ, այնքան ավելի արագ։ Ինչից։ Չգիտեմ, տենց ասա։ Իմ փորձը ինձ հուշում է, ինչքան ավելի կոպիտ ես մարդկանց մասին խոսում, այնքան այդ մարդիկ ավելի
լավ են հասկանում քո միտքը։ Այդտենց եզրակացություն ունես, եկե ամենայն դրությամբ։ Այսինքն միայն վախով, բռնությամբ ու ճնշման տակ են հասկանում։ Դա բռնություն չի, դա երբ որ դեբիլին ասում ես դեբիլ, դեբիլը ավելի արագ է հասկանում քո միտքը, նույնիսկ եթե չընդունի, որ ինքը դեբիլ է, բայց ավելի արագ է հասկանում քո միտքը, քան եթե դեբիլի մասին ասես ոչ այնքան խելացի։ Ես թույլ եմ տալիս ունենալ քո կարծիքը։ Օրինակ, երբ որ ես ասում եմ ծխելը լավ չի, իմ կարծիքով դեբիլությունն է դրանի պատասխան ասել, բայց ես մարդ եմ ճանաչում, որ ծխում էր ու երկար ապրել է։ Օրինակ դա դեբիլություն է։ Ինչը չի նշանակում, որ անպայման մի անգամ դեբիլություն ասող մարդը մի անգամ ավտոմատ դառավ դեբիլ։ Կան խելացի մարդիկ, որ դեբիլություն կարան ասեն։ Դեբիլը այն մարդն է իմ կարծիքով, որը այդ ձևով է ապրում, մտածողությունն է սխալ, էլի։ Լավ, այդ դեպքում ինչի մասին է քո բլոգը։ Ոչ մի բան է։ Կոնկրետ ուղղվածություն չկա, իմ մասին է, իմ կարծիքն է ամեն ինչի մասին։ Իմ կարծիքը ամեն ինչի մասին, ես չունեմ ուղղվածություն։ Ասենք ուզում եի ես beauty blog բացեի, հենց հասկացա, որ դա իմը չի։ Beauty blog-ը իմը չէր։ Հեռանկար չունես։ Հետո Սպասելիք չունես բլոգից։ ունեմ սպասելիք։ Ես ուզում եմ իմ մտքերը տարածվեն։ Դա է իմ սպասելիքը։ Ու չես ուզում ֆիլտրես, որ ավելի կոռեկտ լինի ու շարունակես։ Չէ, դե հակառակը ուզում եմ ինչքան կոռեկտություն որ կա, դա էլ հեռացնեմ։ Մտածում եմ կոռեկտությունը լավ չի։ Այ դու հայհոյանքի մասին ասեցիր։ Հա, բայց ես չեմ հայհոյում։ Օրինակ հայհոյում։ Ես գիտեմ, բայց մենք արդեն քո հետ քննարկել ենք, որ քեզ իրոք դուր չի գալիս գրեհիկ արտահայտություններն ու վիրավորանքը քո բլոգում։ Կոնկրետ իմ հոգին նուրբ հոգի է, եւ իմ նուրբ հոգին չի հանդուրժում կոպիտ բառեր։ Լավ, հիմա դու ինքդ քեզ չես հակասում։ Չէ։ Այսինքն քո հանդեպ պետքա լինի նրբանկատ վերաբերմունք, բայց դու հարկ չես համարում նման վերաբերմունք ցույց տալ ուրիշների հանդեպ։ Ես ասում եի ես չեմ հայհոյում, բայց ուրիշների հայհոյանքը ուրիշների հայհոյանքին չեն վերաբերվում որպես օրենքի խախտում։ Եթե հայհոյում են, դա իրենց իրավունքն է։ Ավելի շուտ։ Լավ։ Շատ հաճախ իսկ իմ օգտագործած կոպիտ բառերը դրանք ճշգրտության համար են ավելի շատ։ Ճշգրտության։ Ես ուղղակի չեմ դնում եւ կոպիտ բառեր ասում։ Օրինակ երբեք չի լինի, որ ուղղակի օգտագործեմ դեբիլ բառը ինչ որ մի մարդու մասին, որը դեբիլ չի, ասենք խելացի մարդ է։ Իսկ խելացի մարդը որ սանդղակով ես չափում խելացիությունն ու դեբիլությունը։ Իմ սեփական սանդղակը, որը ես եմ գծել։ Ներկայացրու, խնդրում եմ, որ օրինակ հասկանամ, ես քո սանդղակով դեբիլ եմ։ Դու իմ սանդղակով դեբիլ չես բնականաբար։ Սա չէ, ես կլինեի շատ ես ինքս դեբիլ կլինեի, եթե դեբիլ մարդու հետ բան վիդեո նկարեի, եթե իմ սանդղակով չէ։ Դու միջին խելացիություն ունես, շատ որ ասեմ շատ խելացի ես, չէ։ Լավ։ Բայց միջին խելացիության մարդ ես։ Միջին։ Լավ։ Ինչը նշանակում է, որ աճելու տեղ շատ ունես, բայց նաև այն դեբիլներից զգալիորեն ավելի խելացի ես։ Միջին, այսինքն։ Լավ, այդ լավ է, թե վատ։ Դա շատ լավ է։ Արդեն ահագին է։ Արդեն ահագին է։ Արդեն ահագին է։ Օրինակ ես չեմ կարծում, որ ծխելու դեմ դուք ասես, բայց ես մարդ եմ ճանաչում, որ ծխելա ու չի մահացել։ Տրամաբանական, օրինակ նա երբ որ ես ներվանանում եմ, երբ մարդը անտրամաբանական բաներ է ասում։ Հայոյանքից չեմ ներվանանում, բայց երբ որ անտրամաբանական բաներ են ասում, ես դրանից ուղղակի sense ֆազերս գցում եմ։ Բլոկում եմ այդ մարդկանց, անունը։ Դու շատ հաճախ խոսում ես գիտակից լինելու մասին։ Չէ։ Ահագին հազվադեպ եմ խոսում գիտակից լինելու մասին։ Ես շատ վիդեոներ կարամ պահած ցույց տամ, որ գիտակից լինելու մասն է, որ մտածեք, ավելի ռեալ եղեք ու ֆիլտրեք այն ամեն ինչ որ տեղի ունենում, որ հանեք ոսկե միջինը ու իրականում հասկանաք, թե ինչա տեղի ունենում։ Դա շատ մեկնաբանում ես դու իմ ասածները, բայց ենթադրենք այտենց է։ Ինչ է քո համար գիտակից լինելը։ Չգիտեմ, այդ ընդհանուր հարց է։ Գիտակից լինելը գիտակից լինելն է։ Այդ տրամաբանելն է, ասենք։ տրամաբանը լավ, էլ ինչ։ Այդ հարցը արդեն ոնց որ դաս հարցնես։ Չգիտեմ, ես
երբեք չեմ զբաղվի բառերի բացատրություններ տալով։ Ինչ է իմ համար գիտակից լինելը, գիտակից լինելը։ Վերջ, այդքան բան։ Ես փոքր տարիքից ծանր եմ տարի արտագաղթել։ Ծանր եմ տանում, չգիտեմ։ Նեղվում եմ, որ գնում եմ։ Բայց դրա հետ մեկտեղ երկար տարիներ Հայաստանում չես ապրել։ Ես չեմ ապրել, բայց ես չեմ արտագաղթել։ Ես ժամանակավոր գնացա եկել եմ։ Տարբեր։ Պատրաստում ես մնաս տեղ։ Մնում եմ, էլի չեմ պատրաստում, մնում եմ, ապրում եմ ստեղ։ Քո բլոգը շարունակելու ես նույն հիմունքների վրա։ Ինձ թվում է ավելի եմ կոպտացնելու։ Ինչ Ավելի ես եմ սպասում, կոպի։ որ մարդիկ ինչ։ Ինչ եմ սպասում, որ մարդիկ ինչ։ Ինչ վերջնակետ մոտավորապես պետքա տեսնես, որ ասես տեղ հասավ ասածս։ Ուզում եմ, որ իմ շատ մտքեր, որ ասենք ես ասում եմ դա հնչում է որպես абսուրդ, Արմինե։ Ես մեկ-մեկ կատակ եմ էլի տալի մեր խոսակցությունը, բայց դա նորմալ ընթացք է։ Հիմա բայց լուրջ եմ ասում։ Շատ մտքեր, որ ես ասում եմ հնչում է որպես абսուրդ, դա նրանից է, որ մեր հասարակության մեջ, մեր երկրում, մեր ժողովրդի մեջ ուղեղների լվացման բանա գնացել։ Մարդկանց ուղեղները լվացված են։ Եվ շատ նորմալ բաներ հնչում են որպես абսուրդ։ Օրինակ իմ միջանկյալ նպատակներից մեկն է, որ նորմալ բաները չհնչեն որպես абսուրդ։ Նորմալ էլի քո սանդղակով։ Բնականաբար ես ինչ ասում եմ իմ սանդղակով։ Լավ։ Հիմա ես ինչ ասեմ, եկեք արի բան անենք, ընդունենք հետևյալը, որ մինչև հիմա իմ ասած բոլոր խոսքերը եւ սրանից հետո ասած բոլոր խոսքերը իմ կարծիքն են։ Տոտալ սուբյեկտիվ է։ Բնականաբար։ Լավ։ Բնականաբար։ Ուրեմն նորմալ բաները չհնչեն որպես абսուրդ։ Կարևոր բան է։ Մեկ երկրորդը մտքեր կան, որոնք տաբու են։ Գոնե ամեն մարդ մի քանի անգամ այդ մտքերը լսած լինի։ Տաբու մտքեր կան։ Լավ։ Օրինակ դպրոցը, ընտանիքը, կրոնը տաբու թեմաներ են։ Ինչ առումով են տաբու։ Օրինակ դու օրինակ լսել ես, որ ասեն, այս վերջերս բաժանությունները շատացել են ու դա վատ է։ Լսել ես դա։ Լսել եմ։ Իսկ լսել ես, որ այս վերջերս բաժանությունները շատացել են եւ դա լավ է։ Ոչ։ Լսել ես։ Մեկ իմ կարծիքով դա լավ է։ Լավ է։ Ում համար է լավ։ Բոլորի։ Բաժանվողների, հասարակության, երեխաների, բոլորի։ Բոլորի համար դա լավ է։ Քայքայված ընտանիքները քո համար լավ է։ Իհարկե։ Ինչի։ Դա շատ լավ բան է։ Ինչի։ Որովհետեւ երբ որ երկու մարդ ուզում է իրար հետ ապրի, իրենք իրար հետ ապրում են։ Ովքեր են բաժանվում։ Բաժանվում են նրանք, որ առնվազն մի կողմը չի ուզում ապրի մյուսի հետ, չէ՞։ Այո։ Եթե մի կողմը չի ուզում ապրի մյուսի հետ, դա լավ է իմ տրամաբանությամբ։ Պարզ ես տրամաբանում եմ։ Դա լավ է, երբ որ երկու կողմից առնվազն մեկը, իսկ հաճախ երկուսը չեն ուզում ապրել իրար հետ, իրանք բաժանվում են։ Դա լավ է։ Լավ, իսկ դու չես ենթադրում, որ տաբուն գալիս է նրանից, որ մեր Իրոք մի հասարակությունը շեղվի։ Մենք ինչի մասին ենք խոսում։ Մենք խոսում էինք տաբուների։ տաբուների մասին։ Ես ասում եմ, կան սովորական մտքեր, սիրելի բարեկամներ, ձեր համար եմ ասում։ Կան սովորական մտքեր, որոնք տաբու են եւ կան абսուրդ մտքեր, որոնք ընդունված են։ Օրինակ абսուրդ է ասել, որ ընտանիքների բաժանությունը վատ է։ Իմ համար դա абսուրդ է։ Բայց մարդկանց մեծ մասի համար էլ абսուրդ է ասել, որ ընտանիքների բաժանությունը լավ է։ Հասկացա՞ր, սա շատ տիպիկ օրինակ է։ Կամ դու երբևէ լսել ես, որ ասում են դպրոցում լավ գնահատական ստանալը լավ է։ Այո։ Իսկ երբևէ լսել ես, որ ասում են դպրոցում լավ գնահատական ստանալը վատ է։ Ոչ։ Իմ կարծիքով վատ է։ Ինչի։ Որտեվ պահանջներն են абսուրդ։ Քեզ մեկ օրինակ բերեմ։ Օրինակ, դու պատկասու անտառում ես ու մեկ էլ մռնչոց ես լսում։ Առյուծ է ընտրել, պետք է գա քեզ ուտի։ Որն է կարևոր, քո փախնելու արագությունը, թե քո փախնելու ուղղությունը։ Որն է կարևոր։ Ուղղությունը։ Ուղղությունն է Այո։ կարևոր։ Եթե ուղղությունը սխալ է, Ինչքան արագ ուզում ես փախ։ չէ, եթե ուղղությունը սխալ է, ինչքան դանդաղ փախնես, այնքան քեզ ուշ կուտի։ Եթե դու դեպի առյուծն ես գնում, ինչքան դանդաղ գնաս, այնքան ինքը քեզ ուշ կուտի։ Այսինքն, եթե քո ուղղությունը սխալ է, ցանկալի է դու դանդաղ գնաս։ Տրամաբանական է, չէ՞։ Ահա։ Հիմա, երբ որ դպրոցի առաջադրած պահանջը սխալ է, ցանկալի է, որ դու այդ պահանջը չկատարես։
Դրա համար երեխեքը ովքեր վատ են սովորում, իրենք հաջողելու ավելի շատ շանսեր ունեն։ Բայց դու հիմա հավակնում ես, ովքեր լավ են սովորում, իրենք ավելի քիչ շանս դու ունեն։ հիմա հավակնում ես ֆունդամենտալ տաբուները քանդելու, որը Ես չեմ տարիներ քանդում, իմ խնդիրը տաբու քանդելը չի։ Կան տաբուներ, որ ասենք լավ տաբուներ են։ օրինակ Չգիտեմ, ասենք օրինակ մահացածների մասին, ասենք բաներ խոսալը։ Ասենք վատ բան չեն խոսում մահացածի մասին։ Դա տաբու է։ Իմ կարծիքով դա լավ տաբու է։ Հասկացա՞ր, իմ խնդիրը տաբու քանդելը չի, ես չեմ եկել տաբու քանդելու։ Ես եկել եմ վնասակար բաների դեմ խոսելու, վնասակար տաբուները, ասենք սենց։ Վնասակար տաբուների դեմ ես ուզում եմ քանդեմ վնասակար տաբուները, եւ ես չեմ ուզում քանդեմ օգտակար տաբուները։ բայց լավ վնասակար մենք խոսում ենք էլի քո սանդղակով ինչի դու թույլ չես տալիս լավ սանդղակա լինել ուրիշ բաներին ունենալ որ մարդիկ ունենան իրանցը ու դա քոնի հետ համաձայն չի զուգակցվում ու ոչ մի ձև նման չի քո մտածելակերպին դու թույլ չես տալիս ուրիշին լինել Իրանի մեջ ինչի Ես թույլ եմ տալի բոլորին լինել իրանց մեջ բայց դու կպցնելու ես սպիտակներ Չէ, ես իմ էջի վրա իմ կարծիքն եմ հայտնում Ես ուրիշի էջի վրա իմ կարծիքը չեմ հայտնում Աշխարհը քայլ հասկանում է վնասակարը որն է, օգտակարը որն է։ Դու գիտես որ ժամանակին օրինակ ինքնաթիռներում ծխելը արգելված չէր։ Այո։ Բայց դու թույլ չես տալիս որ մարդը անցնի իր փորձը ու ինքնուրույն գա նրան, որ դա վատ է։ Դու ռուսներն ասում են причиняешь любовь։ Սեր ես պարտադրում կամ դու պարտադրում ես, որ մարդը այդ process-ը ավելի արագ ապրի։ Ինձ անհանգստացնում այն, որ Հայաստանում հազարավոր մարդիկ եւ տասնյակ մարդիկ ամեն օր մահանում են ծխելու հետևանքով։ Ես չեմ կարող անտարբեր լինեմ դրա նկատմամբ։ Դու գիտես ինչքան մարդ է մահանում ծխելու հետևանքով։ Դու գիտես ինչքան մարդ է դժբախտանում, ինչքան երեխեք են ворտ մնում։ Գիտես մեծ քանակի։ Սրտանոթային բան պատճառը հիմնական մահացության պատճառներից է։ Կարող է առաջի տեղը լինի, իդեպ քեզ ասեմ, կարող է առաջի տեղը լինի սրտանոթային, որ ուղիղ ծխելու հետևանք է։ Էլ չասած ամբողջ օրգանիզմում ինչ սարսափելի հետևանքներ է տալի ծխելը։ Լավ։ Եթե դու ծխողներին նույնիսկ հայո ես, ամեն ռեժիմով հայո ես, ես քեզ հավատացնում եմ, ահագին օգուտ կտաս։ Ահագին օգուտ։ Հարց։ Դու գիտես ես ինչով եմ զբաղվում։ Չէ, ինչով ես զբաղվում։ Ես քեզ պատմել եմ, դու գիտես։ Գիտեմ, իհարկե գիտեմ ինչով ես զբաղվում։ Հիմա դու շատ կտրուկ կարծիք դրա մասին հայտնեցիր։ Ինչի։ Ես սիրում եմ ապացուցողական բնագավառները։ Ապացուցողական չափելիություն եմ սիրում։ Օրինակ, ասենց օրինակ քեզ բերեմ Դու հանդիպել ես մարդկանց, որոնք ասում են հետևյալը։ Այ ասում են, որ իրանք ժամանակին մի 20 տարի առաջ ուրիշ էին, միամիտ էին, հիմա խելոքացել են, էլ միամիտ չեն։ Ունեք այդպես միտք լսել ես։ Լսել եմ։ Լսել ես, չէ՞, բայց դա չափելի չի։ Կարող է իրանք 20 տարի առաջ են միամիտ, հիմա ավելի միամիտ են։ Ապացուցելի չի։ Այ ինչը որ ապացուցելի չի, չափելի չի, ապացուցելի չի, իմ համար կասկածելի է։ Այսինքն դու մի բան տեսնես, շոշափես, չարաշահման վտանգը մեծ է։ Չարաշահման վտանգը մեծ է։ Քեզ դուրա գալիս այն ամենը, ինչ որ մեկին գումարած 1 հավասարը 2 նմանատիպ։ Ինձ դուրա գալի չափելիությունը։ Երբ որ մի բան դու ասում ես, պնդում ես, ասում ես ես երեք 65 կիլո էի, այսօր դառել եմ 64.5 կիլո։ Ու դա կարելի է ապացուցել։ Դա կարելի է ապացուցել։ Բայց դու պատկերացնում ես ինչքան տխուր ու ճղճիմ կլներ կյանքը, եթե ամեն ինչ հիմնվեր միայն չափելու ֆորմատի վրա։ Չէ՞ որ ամեն ինչ իրականում սկսվել է երազանքից, մտքերից, ցանկություններից ու դա ժամանակի ընթացքում վերածվել է ավելի պինդ մատերիայի։ Ինչի դու թույլ չես տալիս այն ինչ որ կա լինի, մինչև դա կապացուցվի նույն հոգեբանությունը գիտություն չէր։
Հիմա ինքը արդեն գիտությունն է ու քո սիրած սամղակներով չափվում է։ Առաջի մասը քո ասածի չհասկացա, հիմա հոգեբանությունը գիտությունն է թե չէ ասեմ։ Իմ կարծիքով, օրինակ փիլիսոփայությունը գիտությունն է թե չէ։ Գիտությունն է։ Համ գիտություն է, մի չափանիշով գիտություն է, բայց չափանիշ էլ կա, որ գիտություն չի, բայց բոլոր գիտությունները ծնվել են փիլիսոփայությունից։ Ասենք բանը, ֆիզիկան չի եղել առանձին ֆիզիկա։ Ֆիզիկա բանը, գիտակարգը ծնվել է փիլիսոփայությունից, մաթեմատիկան, չգիտեմ, կենսաբանությունը, ու աստվածաբանությունը, չգիտեմ, աստրոֆիզիկան, մի խոսքով ամեն ինչ ծնվել է։ Հետևաբար փիլիսոփայությունը դու կարաս ընդունես գիտություն, կարաս չընդունես գիտություն։ Հիմա հոգեբանությունը կարծում եմ, որ գիտություն է։ Ես հոգեբանության դեմ երբեք չեմ խոսել, չեմ ասի, որ գիտություն չի, բայց քո ասած էզոտերիկան գիտություն չի եւ շարլատանություն է։ Լավ, իսկ դու չես ենթադրում, որ ասենք մի 20 տարի հետո եթե ապացուցվի, որ այն ինչ որ դու չես տեսնում, չի նշանակում, որ չկա, դու ինձնից ներողություն կխնդրես։ Արմինե ջան, հավանականությունը, որ ես քեզնից ներողություն կխնդրեմ այս պահի, այս քո ասածի վրա, հավասար է 0-ի, բացատրեմ խին։ Մենակ այն, որ կարա մի բան չլինի ապացուցված, պատճառի եւ հետևանքի շփոթն է, էլի։ Եթե մի բան ապացուցված չի եւ պարզվի, որ դա գիտություն է, բայց ապացուցված չի, որ գիտություն է, դա դեռ չի նշանակում, որ այն ինչով դու զբաղվում ես, դա գիտություն է։ Այսինքն սխալ բխեցում է։ Հիմա դու արեցիր սխալ բխեցում։ Տրամաբանական սխալ բխեցում։ Հիմա ուղղակի այդ ֆորմուլան չեմ հիշի, բայց բացատրի, որ մոտավորապես հասկանանք։ ոնց բացատրեմ քեզ։ Ասենք դու զբաղվում ես, դու խմում ես ջուր, ասում ես, սա մի վարքան։ Լավ, եթե մի բանից, եթե A-ից բխում է B-ն, հա, դա դեռ չի նշանակում, որ B-ից էլ կբխի C-ն։ Իհարկե չի նշանակում։ Չի նշանակում։ Լավ։ Բայց հիմա դու հավակնեցիր, որ այտենց բխեցում անես։ Ես տենց հասկացա։ A-ից բխում է B-ն։ Ահա։ Դա դեռ ապացուցված չի, ոնց որ շատ բաները ապացուցված չեն եղել, իսկ ապացուցված բաները հիմա դրվում են հարցականի տակ։ Բայց այն ինչ երբեք ապացուցված բաները չեն դրվում, չի դրվում։ Ներկայությամբ շատ այն ինչը որ ապացուցված է, լսի, այն ինչը որ ապացուցված է, չի դրվում կասկածի տակ։ Եթե դրվեր կասկածի տակ, ապացույց բառը կկորցներ իր իմաստը։ Տեսությունը կարա դրվի կասկածի տակ։ Ասենք օրինակ, բանը Նյուտոնի բանը մեխանիկան, օրինակի համար։ Ես գիտնական չեմ, մաթեմատիկոս չեմ, բայց ասեմ, Նյուտոնի մեխանիկան չի կարող բացատրի, ասենք, բանը Էյնշտեյնի, ասենք, գրավիտացիայի տեսությունը չի բացատրում։ Քվանտային մեխանիկան եւ Նյուտոնի մեխանիկան, Նյուտոնով չես կարող քվանտային մեխանիկան բացատրես։ Բայց դա չի նշանակում, որ Նյուտոնի ապացուցած, ասենք, գրավիտացիայի օրենքը դու դրեցիր կասկածի տակ։ Կոնկրետ քո պարագայում էզոտերիկան շարլատանություն է, Արմինե ջան։ Էզոտերիկան շարլատանություն է։ Ես քեզ ասեմ ավելին, նույնիսկ թվացial գիտակարգերի մեջ կեսից շատը շարլատանություն է։ Էլուր մնաց մի բան, որը ապացուցելի չի։ Դա շարլատանությունը ծերից ծեր։ Կներես, բայց էսի արդեն չէ, էս արդեն օբյեկտիվ բան։ Լավ, իսկ ոնց վերցնենք այն փաստը ու բացատրենք, որ շատ հոգեբաններ ու շատ մասնագետներ ասում են, որ նման բաները ոնց որ ասենք էզոտերիկան է, գիպնոզն է, տրանսն է եւ այլն, եթե ունի շատ լավ արդյունքներ մարդու հետ աշխատելու, ուրեմն կարևոր չի դա ապացուցված գիտություն է, թե ոչ։ Շատ պարզ։ Ինչ ապացույց կա, որ այդ արդյունքները հենց այդ գործողությունների հետևանք են։ Ապացույց կա այն նրանով, երբ մարդ եկել է քո մոտ մինչև ու հետո ու շատ մեծ տարբերություն կա մի գործողությունը մյուսից հետո դեռ չի նշանակում մի գործողությունը մյուսի հետևանքով։ Տրամաբանական բացթողում է։ Դու կարաս լինես հոգեբան
ես կամ մեկ ուրիշը շատ վատ հոգեվիճակով գա քո մոտ, կես ժամ դու իր հետ խոսես, ինքը հիրաշալի հոգեվիճակով գնա տուն, դա չի ապացուցում, որ դու լավ հոգեբան ես։ Ինչի։ Որովհետև ապացուցելու համար բավարար ապացույցներ չկան։ Որ սամպակով ես նորից ապացուցում դա։ Գիտական սանդղակով։ Այդ արդեն իմը չի։ Արի, Նայ, բացատրենք։ ենթադրենք, նմանատիպ բան քեզ ասեմ, որպեսի մի բան ապացուցված լինի, Աննե ջան, պիտի մեծ քանակով միշտ նույն արդյունքը տա։ Հասկանում ես։ Օրինակ, Մեծ քանակ թիվ ասա։ սենց քեզ օրինակ բերեմ։ Ասենք օրինակ ապացուցված է, որ երկիրը ունի ձգողականություն, գրավիտացիա կա։ Գրավիտացիան ապացուցված է։ Դա տարածքի ճզմվածությունն է, բայց անունը դնենք ձգողություն, որ մարդը հեշտ հասկանա։ Հիմա, եթե ես բաժակը երկրագնդի վրա, այսպես թողեմ ինքը կընկնի։ Այո։ Այս նույն սենյակում, եթե դու բերես ինձ 10,000 հատ բաժակ, 10,000-ն էլ թողեմ, 10,000-ն էլ կընկնի։ Այո։ Բայց եթե ես քո մոտ ուղարկեմ 10,000 մարդ, 10,000-ն էլ մտնի, կես ժամից ինքը լավ հոգեվիճակում դուրս չի գա։ Դա ապացուցված չի։ Դա չի նշանակում, որ դու վատ հոգեբան ես, բայց ընդհանրապես դա չի ապացուցում, որ դու լավ հոգեբան ես։ Պարզ չի, թե դու ինչ դեպի հոգեբան ես։ Բայց եթե քո պացիենտը գալիս է եւ գոհ է, որ քո հետ շփվի եւ քո հոգեբանական ծառայությունից օգտվի, դա արդեն ծառայություն է։ Եթե մարդը գոհ է, թող վճարի։ Մարդը պատրաստ է վճարել, թող վճարի, բայց դա գիտություն չի։ Գիտությունը ունի իր օրենքները։ Օրինակ թատրոնն ունի իր օրենքները, կինոն ունի իր օրենքները։ Քեզ մի հատ հետաքրքիր օրինակ բերեմ, որ բարձրացնի։ Նայ, ենթադրենք դու կինո ես նկարում։ Կինո։ Կինոյի մեջ կատուն պետք է մլավի։ Դու երկու տարբերակ ունես։ Իրական կատու բերես կամ մի հատ թղթից սարքած կատու բերես։ Դու որը կկիրառես կինոյի մեջ։ Իրական կատուն։ Իրական կատուն դու կկիրառես։ Ու եթե պետք լինի, դու 80 հատ կամ 800 հատ դուբլ կանես, մինչև իրական կատուն քո ուզած ձևով մլավի։ Կամ բերանը շարժի, հետո դու մլավոցը վրից դնես։ Դա կինոյի օրենքն է։ Կինոն պետք է լինի ռեալիստական։ Հասկացա՞ր։ Երբ որ դու թատրոնում ես, ներկայացում ես բեմադրում, նույնիսկ եթե դու ունես աշխարհի ամենալավ վարժեցած կատուն, որ պիտի գա մլավի, Ես կընտրեմ բուտաֆորիա։ Դու բուտաֆորիան կընտրես։ Այո։ Դու մի հատ թղթից ընդ որում անես կատու կսարքես, որը այդքան էլ շատ կատվի նման չի։ Դու կսարքես կատվի նման մի հատ ֆիգուրա։ Եվ հետևից մեկը կմլավի, որտեղ դա թատրոնի օրենքն է։ Հասկանում ես։ Հիմա թատրոնը ունի իր օրենքը, կինոն ունի իր օրենքը, գիտությունը ունի իր օրենքը։ Գիտությունը պետք է լինի ապացուցել։ Ես քեզ ճիշտ եմ հասկանում, որ հոգեբանությունն էլ դու չես մտցնում։ Ես չգիտեմ, ես չեմ հիմա չեմ եկել այստեղ կամերայի առաջ նստել, որ հավակնեմ, ասեմ, ես բոլոր հարցերի պատասխանը գիտեմ։ Ես չգիտեմ։ Ենթադրում եմ, որ հոգեբանությունը ճշգրիտ գիտություն է։ Հույս ունեմ, ենթադրում եմ։ Չեմ շփվել, չգիտեմ։ Բայց այն ինչով որ դու ես զբաղվում, դա գիտությունից այնքան այռու, ինչքան ինչ ասեմ, կողքի գալակտիկան, դա Պլուտոնը ուզում ասել, Պլուտոնը լավ մոտ է, էլի արևի։ Ասեմ կողքի գալակտիկա, դա ընդհանրապես կապ չունի գիտության։ Ես գիտության չեմ հավակնում։ Ահա, եթե դու ասում ես գիտության չես հավակնում, ես խնդիր չունեմ։ Ես բացարձակ Իդեպ շարլատանությունը հենց այն է, որը հավակնում է, քեզ ասեմ։ Բացարձակ չեմ հավակնել գիտությանը։ Ինչի, որտեվ մարդ սիրում է ավելի պինդ մատերիա, մարդ պետքա տեսնի, որ հավատա, մարդ պետքա վստահ լինի, որ դա շոշափելի է։ Ես չեմ կարա դա ցույց տամ։ Ես կարամ ցույց տամ իմ աշխատանքի արդյունքը։ Ես կարամ ցույց տամ։ Դու վստահ ես, որ դա քո աշխատանքի արդյունքն է։ Դու չես աշխատել իմ հետ։ Դու վստահ ես, չէ, կներես, կարող է դու վստահ ես, որ քո աշխատանքի արդյունքն է, բայց դու սխալվես։ Կարող ես գամ քո հետ աշխատեմ ես էլ վստահ լինեմ, որ դա քո աշխատանքի արդյունքն է, բայց ես էլ սխալվում եմ։ Լավ, դա կարա լինի, բայց չէ որ դու հիմա չես կարա ասես մի բան, ինչ չես փորձել։ Մենք իրար հետ չենք աշխատել։ Իհարկե մենք իրար չենք աշխատել։ Իսկ եթե դու հիմա իմ հետ աշխատես ու իմ աշխատանքը տեսնես, ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում, դու կկարողանաս որևիցե պինդ մատերիայի նման ասես, որ դու տեսար, որ
ինչ որ բան Ես կարամ իմ կարծիքը ասեմ, բայց դա կլինի կարծիք։ սուբյեկտիվ։ Իհարկե։ Բայց օրինակ եթե դու ունենաս երկու հատ խնձոր եւ եւս երկու հատ խնձոր շուկայից առնես եւ ասես որ դու ունես 4 խնձոր, դա կլինի օբյեկտիվ փաստ։ Դա կարծիք չլինի, դա հաստատ 100% կլինի 4 հատ խնձոր։ Գիտես ինչի համար։ Ինչի։ Որտեւ 2-ին գումարած 2 միշտ հավասար է 4-ին։ Դա կարծիք չի։ Իսկ որ դու կարաս ինձ օգնես հոգեբաններին կամ որևէ մեկին կամ ինքդ քեզ, դա կարծիք է։ Դե հիմա ինձ բացատրի, խնդրում եմ, ինչի ես դու իմ կարծիքով սուբյեկտիվ ամեն ինչ փորձում վերածել փողի։ Ես երբեք չեմ փորձում ամեն ինչ վերածել փողի։ Երբեք։ Քո բոլոր պրոյեկտները փողի մասին են։ Իմ բոլոր պրոյեկտները ծխելը փողի մասին է։ Ոչ, Դպրոցների կրթության մասին իմ վիդեոները փողի մասին են։ ոչ, Ահա։ Էլ ինչ կա։ Հայրենադարձությունը փողի մասին է։ ոչ։ Դե։ Բայց կարելի է բայց Իսկ փողը փողի մասին է, որ փողի մասին եմ խոսում, դա փողի մասին է։ չէ, Դա փողի մասին է, դա սխալվեցիր։ չէ, Դա փողի որտեղ մասին դու շատ հաճախ քո հոլովակներում բացատրում ես ագահության մասին ու թե ինչ պլյուսեր են բերում ագահությունը։ Դա փողի մասին է, բայց Ահա։ քո համար այդ րոպեին փող աշխատելու թեմա չի, դու ուղղակի բացատրում ես։ Միգուցե։ Փողը ես սիրում եմ չափելիության համար։ Օրինակ դու կարաս ասես լավ հոգեբան ես, բայց դու լինես վատ հոգեբան։ Բայց դու չես կարող ասես լավ բիզնեսմեն ես, լինես վատ բիզնեսմեն, որովհետև փողով է չափվում։ Լավ բիզնեսմենը փող ունի, վատ բիզնեսմենը փող չունի կամ քիչ ունի։ Բոլոր այդ էքստրեմալ վառ վիդեոները, որ դու սենց շոկային նկարում ես երբեմն։ Ես շոկանի սանց չեմ նկարում, ուղղակի կարծիքս եմ ասում, բայց ինչ Դա միգուցե նրա համար է, շոկային նկարում ես։ որ դու հավաքես մեծ քանակի մարդկանց։ Չէ, Ու Գիտես ինչ է։ միտումատ չէ, եթե ես մտածեի մարդ հավաքելու մասին, ես իմ վիդեոների 95%-ը չէի անի վերջին մի տարվա։ Իմ վիդեոների մեծ մասը ունի քիչ դիտում, քիչ։ Ու ես դա գիտակցաբար ուղղակի նույնիսկ մոնտաժ չեմ անում, ուղղակի իմ միտքը սահուն դնում եմ, քաշում եմ վրա։ Ես շատ լավ գիտեմ, որ տիպի վիդեոներն են մարդ հավաքում, բայց ես մարդ չեմ հավաքում կարճաժամկետ հեռանկար, քանի որ ես հեռահար նպատակ ունեմ։ Իմ հեռահար նպատակն է, որ ես այնքան նույն բանը ասեմ, ինչ որ մարդկանց ուղեղը մտնի։ Այն ճշմարտությունները, որոնք չգիտես թե որոնք քոնն են։ Բնականաբար։ Բայց իմ ճշմարտությունները մի հատ լավ կողմ ունեն, որ տրամաբանված են, բան են, հիմնավոր են։ Օրինակ, Հիմնավոր են քո համար այս տարիքում մատով չխոսած, հիմնավոր են Մատը քո քաշի։ համար այս տարիքում Արմինե ջան, լսի։ 5 տարի հետո դու կարաս չէ փոխվես։ Չէ, որովհետև Դու քո 5 տարի կոնտենտը հետո, փոխելու մի ես րոպե, ամբողջը։ 5 տարի հետո, մի տարի հետո, 5 տարի առաջ, 20 տարի հետո տրամաբանական օրենքները միշտ նույնն են։ Ու երբ որ ես ասում եմ, որ երբ երկու մարդ իրար հետ ամուսնացել են, հետո մեկ էլ չեն սիրում իրար, բաժանվում են, դա լավ է, եթե չբաժանվեն դա վատ է, եթե չեն սիրում։ Եթե սիրում են, բաժանվելն է վատ։ Բայց ես չեմ ճանաչում մարդկանց, որոնք շատ սիրում են եւ բաժանվում են։ Ճանաչում եմ մարդկանց, որ չեն սիրում, չեն բաժանվում, բայց որ սիրեն ու բաժանվեն, չկա տենց բան։ Հենց massայաբար ամբողջ ազգը սիրահարված բաժանվի, ես դեմ կլինեմ բաժանություններին։ Կհամարեմ դա շատ վատ բան։ Հիմա ես կողմ եմ բաժանություններին, քանի որ չեն սիրում։ Սերը անցնում է ինչ որ մի տարիքից։ Գիտես ինչից է անցնում։ Ասենք հետն նորմալ երկու մարդ իր հետ խոսում են, մեկը սկսում է մատով sense խոսալ այն մյուսին։ Օրինակ դա շատ տգեղ բան է։ Հա խնդրում ես, դա շատ տգեղ բան է։ Ես այսքան ժամանակ քեզ մատով բան արեցի։ Ես զարմանում։ Ես կորա ցույց չէի տալիս։ Չէ, Ես բայց մատով խոսալը, մատով խոս, ես օրինակ sense երբեք չեմ խոսում։ Սիրելի բարեկամներ, էսի ինչ խոսալու ձև է։ Մի խոսքով, լավ, հիմա կատակը մի կողմ։ Քանի որ իմ ճշմարտությունները տրամաբանված, հիմնավորված են։ Հետևաբար հավանականությունը, որ այդ ճշմարտությունները կփոխվեն, կդեֆորմացվեն, կտրանսֆորմացվեն, կվերաձևափոխվեն, շատ փոքր է։ Բայց եթե ինչ որ մի բանի ես դադարեմ հավատալ, օրինակ հավատամ, որ շատ կարևոր է դպրոցում սովորել մի բան, որը քեզ երբեք պետք չի գալու։ Հենց սկսեմ դրան հավատալ,
ներողություն կխնդրեմ, բայց էլի հիմնավոր կհավատամ, էլի մի ապացույց կփնտրեմ։ Լավ, բայց ստացվում է, որ հիմա դու հավատում ես այն ով դու կաս, դու հավատում ես նրան, ինչին հավատում ես, դու դա պնդում ես, 10 տարի հետո դու քո կարծիքը կփոխես, իսկ ինչ որ մի սերունդ մեծանալու է քո հիմիկվա մտքերի ու պնդումների վրա։ Դու չես փոշմանի, որ դու դա այն ժամանակ սերմանեցիր։ Չեմ փոշմանի հետևյալ պատճառաբանությամբ։ Առաջին իմ վիդեոները ես սկսել եմ անել շատ ուշ։ Ես 40 տարեկան եմ դառնում, ես վիդեո եմ սկսել նկարել 2 տարի է։ Այսինքն այն ինչին ես հավատում եմ, արդեն իմ մեջ կարծրացել է։ Բյուրեղացած վիճակ է իմ մոտ։ Հասկացա՞ր։ Բյուրեղացած է։ Փորձառություն եմ կուտակել, բյուրեղացել է այդ ճշմարտությունների իմ մեջ եւ ինչքան բյուրեղանում է քո աշխարհայացքը, այնքան ավելի դանդաղ է փոխվում։ Հետևաբար հավանականությունը, որ 20 տարի հետո ես լրիվ ուրիշ ձևով կմտածեմ, օրինակ կմտածեմ, որ արտագաղթելը լավ է, դպրոցում ապուշ բաներ սովորելը լավ է, ծխելը լավ է, բաժանվելն էլ վատ է, եթե այտենց բան լինի, դա ինչ որ հրաշք կլինի, քիչ հավանական է։ Բայց հավանական է։ Չէ։ Այնքան քիչ է, որ զրոյական է։ Համարյա ձգտում է զրոյի։ 1. Երկրորդը, ասենք ես ինչ որ մի վատ բան եմ քարոզել։ Ասենք 20 տարի հետո նայում եմ իմ հին կոնտենտը եւ ասում եմ, այսինչ վատ բան եմ ես քարոզել, չէ՞։ Դա կաթիլ է։ Այն ծովում ինչ որ քարոզվում է հիմա Հայաստանում։ Այնքան վատ բան է քարոզվում։ Այսօր Հայաստանում massայաբար քարոզվում է, որ գնացեք դպրոց լավ գնահատական ստացեք։ Դա կործանարար է մարդու համար։ Դու քո երեխեքին հիմա վստահ եմ հիմա գնալու ես տուն ասել ես երեխեք, ինչ եք ստացա։ Կամ հիմա ամառը, չգիտեմ։ Սխալվում ես։ Դու ես սխալվում եմ։ Սխալվում ես։ Լավ է որ սխալվում եմ։ Եթե դու քո երեխեքին գնահատականը իմ համար չափիչ չի, թե իրանք ինչ Բայց դու քո երեխեքին ուղարկում ես դպրոց։ անպայման։ Հա, բայց քո երեխեքը հիմա որ գնում են դպրոց եւ դաս են սովորում, այդ դասը վստահ չեմ որ կյանքում իրանց պետք է գալու։ Պետք կգա։ Այդ էս։ Դա զարգացնում է։ Դա չի դա բթացնում է։ Դա բթացնում է։ Ուղեղը նախատեսված չի ինֆորմացիա ամբարելու համար։ Մկանը աշխատում է, Մկանը որ բթացնում է։ իրանք ունենան պատճառահետևանքային կապ։ Պատճառահետևանքային կապ ունենալու համար պետք է չգնալ դպրոց։ Օրինակ դու դպրոց գնացել ես, չէ՞։ Այո։ Դրա համար այդ երկու պատճառահետևանքային կապը չես զգում։ Նայ, մի խնդա։ Հիմա դու օրինակ չես զգում դպրոցի բթացման եւ կյանքում անպիտան լինելու հետևանքը։ Դա ակնհայտ կորելացիա կա։ Ակնհայտ։ Մարդը որ գնում է դպրոց եւ սովորում է բաներ, որ իրեն պետք չի, ճակերտների մեջ է սովորում, հետո դուրս է գալի պետք է աշխատի, մեկ էլ հասկանում է, որ ինքը անպիտան է կյանքի համար։ Իրես որտեղ դպրոց է գնացել։ Դու էլ ես դպրոց գնացել։ Իսկ ես դպրոց չեմ գնացել։ Ես դուրս եմ եկել դպրոցից։ Դու քանի տարի ես դպրոց գնացել։ 10։ 10։ Ես 7-րդ դասանում դասերի մեծ մասից եմ փախել։ 8-րդ դասանում համարյա դասի չեմ գնացել, իսկ 9-10-ը ընդհանրապես։ Լավ։ Ֆիզիկապես չեմ Դե մնացել։ խնդրում եմ այդ դեպքում բացատրի, դու չես կարող հերքես այն փաստը, որ շատ հանճարներ նույնպես գնացել են դպրոց։ Ֆորմալ առումով երևի բոլորն էլ գնացել են դպրոց։ Այդ ոնց եղավ, որ որոշակի մարդիկ հանճարեղ են, մնացածը բութ։ Հանճարները, որ գնացել են դպրոց, իրենք լավ չեն սովորել, որպես կանոն։ Վատ են սովորել։ Օրինակ, Փախել են դասերից։ Բոլորը։ Ես չեմ կարծում, որ Մոցարտը դպրոցում լավ աշակերտ է։ Եղիշե Չարենցը դպրոցում հաստատ լավ աշակերտ չէ։ Հաստատ։ Ես քեզ լուրջ եմ ասում, դու հիմա ճպտում ես, դու չես պատկերացնում դպրոցի տված վնասը։ Ես կարամ միակ բանով քո հետ համաձայնվեմ, ինչը ես չարիք եմ համարում դպրոցում, դա նյութի փոխանցման ձևն է երեխաների, որովհետև երեխաները տարբեր են ու չի կարելի հրամցնել
ինֆորմացիա, որտեղ տարբեր երեխաների ուղեղը ու ընկալումը տարբեր է։ Արմինե ջան, Այդ առումով դա վատ համաձայն եմ։ բաներից մեկն է, բայց այնտեղ լավ բան չկա, ամեն ինչ վատ է։ Հիմա դա դու ասացիր վատ բաներից մեկը։ Իսկ ինչ լավ բան կա դպրոցում։ Շատ բան։ Ես ասեմ մի հատ լավ բան, որ երեխեքը իրար հետ շփվում են, վերջ։ Ես հիմա ինչ էլ թվարկեմ, ես վստահ եմ դու դա քննադատման ես։ Ասա ինձ մի բան, որ կյանքում պետք է, որ դու սովորել ես դպրոցում։ Ես։ Հա։ Ես գերազանց հայերեն եմ սովորել։ Դու գերազանց հայերենը սովորել դպրոցում։ Այո, Սուտ է։ ինչի՞ ասում։ Այտենց։ Ես պարապում էի զուգահեռ իմ դասատուի հետ։ Ահա։ Հա։ Զուգահեռ ում մոտ էիր պարապում։ Քո Իրենց դասատուի։ իմ դասատուի հետ։ Որտեղ էիր պարապում։ Իրա հետ դասերից հետո։ Ահա։ Դա դպրոց չի։ Դա Մասնավոր պարապում կա։ ես մնում Հիմա էի, մի րոպե, հիմա հասկացար չի ասածը սուտ։ դպրոցական տարիներին է դա եղել, Արմինե բայց դա ջան, ամբողջ կյանքով ես Արմինե բերել եմ։ ջան, դու հանդիպել ես լավ հայոց լեզվի դասատուի։ Այո։ Ես էլ եմ ունեցել լավ հայոց լեզվի դասատու։ Բայց ես իմ հայերենը սովորել եմ դպրոցից հետո։ Ես Բայց ես դպրոցի ունեցել եմ լավ տարիներին հայերենի, ես ունեցել եմ լավ հայերենի դասատու։ Դու ունեցել ես լավ հայերենի դասատու, չէ՞։ Ահա։ Դա սիստեմի հետ կապ չունի։ սիստեմից դուրս եմ ես։ Ուզում ես մի հատ բան բայց այդ գուշակեմ։ տարիներին Գիտես Նաստրադամուսն եմ, մի հատ բան գուշակեմ։ Ապա։ Երբ որ դու գնացել ես այդ դասատուի մոտ, դուք դպրոցի դասագրքով չեք սովորել։ Դուք ուրիշ գրքերով եք սովորել։ Ատենց է թե չէ։ Այո։ Այո։ Նայ, ես Նաստրադամուսն եմ, գիտեմ։ Դա որտեվ սիստեմը քեզնից վատ բան է պահանջում։ Սիստեմը։ Հասկացա՞ր։ Հիմա ինձ ասա մի ուրիշ բան, մի որևէ բան, որ դու օրինակ դու նամակ գրում ես, նամակ։ Ձերքով։ Հա, չէ, տպելով, մեյլ։ Այո։ Նամակ գրելու համար տեքստ պիտի, չէ՞ գրել։ Այո։ Դու դա դպրոցում ես սովորել, թե ընթացքում, հետո, կյանքում։ Դպրոցում։ Դու դա դպրոցում չես սովորել։ Մի խափի։ Դպրոցում։ Դու դա դպրոցում չես սովորել։ Դպրոցում։ Չեմ հավատում։ Դու Քանի նկատի անգամ ունես այրը որ դուք դպրոցում նամակ գրեք։ շատ անգամ։ Դուք նամակ գրել Մեզ եք, մենք ցույց չենք էին գրել։ տալիս աջ կողմում վերևը ումա դիմում։ Ես խոսում եմ ոչ թե նամակ գրելու ֆորմալ բանի մասին, այլ տեքստ շարադրելու մասին։ Տեք շարադրելու ոչ իհարկե։ Մենք շարադրություն էին գրում, թելադրություն էին գրում։ Հիմա մոտարապես ասեմ, ինչա պետք անել դա սովորելու համար։ Ապա Դու քո սեփական մտքերը, սեփական քո մտքերը պիտի թղթին հանձնես եւ դպրոցը քեզ ուղղորդի, եթե դա լավ դպրոց է, թե ինչպես դու քո սեփական մտքերը հանձնես թղթին։ Եվ դա դպրոցը չի սովորեցնում։ Քո սեփական։ մենք շարադրություն էին գրում, Դե շարադրությունը, որը հա, իսկ թեմա տալիս աշխատում է, է։ այո։ Իսկ ինչի են տալի։ Ինչի համար է թեման, որ դու ինչ որ բանի շուրջ գրես, Չէ, իսկ Համախմբես ինչի չեն տալի մտքերը։ ազատ թեմա։ ազատ թեմա էլ էր լինում, բայց ավելի քիչ։ Հա։ Արմինե ջան, մարդկանց մեծ մասը, հիմա դու ինչքան էլ ասես, որ դպրոցը քեզ ինչ որ բան է տվել, դպրոցը քեզ ոչ մի բան չի տվել, եւ դպրոցը ոչ մեկին ոչ մի բան չի տվել։ Հələ ես չեմ խոսում վնասների մասին, բայց կյանքի համար կարևոր ունակություններ դպրոցը քեզ չի տվել։ Հնարավոր չի, որ դպրոցը քեզ տված լինի կյանքի համար, օրինակ միջանձնային հարաբերություն։ Դու գիտես ինչքան մանիպուլատիվ մարդ կա։ Բազմաթիվ։ Դպրոցում քեզ չեն սովորացրել մանիպուլյացիայի դեմը ոնց առնես։ Խնդրում եմ, արի ուրեմն այդ դեպքում մենք խոսում ենք մինուսների մասին, խոսում ենք պլյուսների մասին, արի այդ դեպքում դու բացատրի քո տարբերակը ոնց մեծանա փոքրիկ մարդը։ Չգիտեմ։ Այսինքն դու մենակ ասում ես, որ վատ է, բայց ոչ մի բան չես առաջարկում։ Ես առաջարկում եմ նոր դպրոցի համակարգ, որը որ հիմա չեմ ուզում նկարագրել, որովհետև շատ երկար է։ Դա ուտոպիա չի։ Չէ, չէ, չէ։ Մեր Աշխատող հասարակության համակարգ է։ համար։ Ես ուր ուտոպիան ուր։ Դու պատկասում ես, ես ասեմ ուտոպիստական բան քեզ ասեմ։ Ռեալ, որ ամեն ինչ ապացույցով հաստատված բաներին եմ հավատում։ Ոնց ես պատկերացնում քո իդեան ինտեգրել մեր հասարակության մեջ։ Խնդիր չեմ տնում Ինչ որևէ է բան դրա որևէ համար մի հասարակության մեջ ինտեգրելու հարցում։ Ինչ է դրա համար պետք։ Պետք է, չգիտեմ, կրթության նախարար, որը որ երկրի ղեկավարի մոտ ունենա իմունիտետ։ Գիտես որն է։ Օրինակ, կրթության նախարարը որոշում է, որ դպրոցների 80%-ը պիտի փակվի։ Դու գիտես դա ինչ է նշանակում պետության համար։ Դա նշանակում է, որ վարչապետը, ասենք, որևէ կամ նախագահը
մի անգամից մի 20%-ով իր ժողովրդականությունը անգնում է։ Մի օրում այդ որոշումը կայացվեց, դու պատկերացնես ինչքան դասատու կա, ինչքան մարդ կա, որ դրա դեմ բունտ կանի։ Հենց կրթության նախարարը դա արեց, նույն վարքյանին վարչապետը իրան հանելու է կամ նախագահը։ Կառավարության ղեկավար հանելու է իրան։ Որտեղ խփում է իր բանը, դրա համար եմ ասում, կրթության նախարար, որը իմունիտետ կունենա վարչապետի կամ նախագահի մոտ։ Որտեղ դա շատ ցավոտ ռեֆորմա։ Բայց այդ ռեֆորմը երբ որ լինի, եւ իրական դասատուները գնան դպրոցում ազատ որոշ սահմանափակումներով, ազատ ծրագրով երեխեքին իրական կրթություն տան։ Ասենք մի հոգու չափով մեր հնան կարա ասենք գերապատկի շատ հեշտ։ Հնան GDP-ն։ Ասենք ամբողջ ազգը ապրի 3 անգամ ավելի լավ, ասենք մի քանի տարում։ Դու պատկերացնում ես, դու հիմա ինչ ֆունդամենտալ մենտալիտետ ես ուզում։ Ես մենտալիտետ չեմ, դա մենտալիտետի հետ ընդհանրապես կապ չունի։ Դա միֆ է։ Այդ մենտալիտետը դա քեզ դպրոցում են սովորեցրել։ Դա միֆ է։ Միֆ։ Ֆունդամենտալ մենտալ չէ։ Չէ, եթե դպրոցում օրինակ ազատ լինի եւ ով ուզենա գնա դասատու դառնա, պայմանով որ երեխեքը իրան կուզենան լսեն, որոշ սահմանափակումներով, այդտեղ որևէ խնդիր ես չեմ տենում։ Բայց մեծ խնդիր եմ տենում, որ համատարած երեխեքը գնում են դպրոց, գնում են դասատուի մոտ նստում են եւ չգիտեն ինչով զբաղվեն այդ 40-45 րոպե, որովհետեւ վատ դասատու է։ Պրոբլեմը մենտալիտետը դու հիմիկվա դպրոցում մանարի, իմ ասածը շատ հեշտ բան է։ Դրա համար եմ ասում, երբ որ մի քիչ առաջ ասում էի, որ սովորական բաները թվում են абսուրդ, իսկ абսուրդ բաները թվում են սովորական, դու սովորական մարդ ես։ Դու էլ ես դրա մեջ։ Դու հիմա համարում ես, որ իմ ասածը շատ եսիմի ինչ է։ Իսկ հիմիկվա դպրոցը բոլորին ձեռ է տալի, ոչ մեկին ձեռ չի տալի։ Հիմա դու այս դպրոց, հիմա որ դու ստիպված ներգնաš, դու չես գնա։ Դա շատ վատ տեղ է։ Արմինե, դա վատ տեղ է, վատ։ Դա չարիք է։ Դու չես վախենում չհասկացված մնալ։ Չէ։ Ինչի՞ պիտի վախենամ չհասկացված։ Իմունիտետ ունես։ Այդ ինչ միտք է, չվախենալ չհասկացված լինել։ Այդ ինչ հարց է։ Դա շատ սխալ հարց է, քեզ ասեմ։ Չես վախենում չհասկացված լինելուց։ Չէ, չեմ վախենում չհասկացված։ Այդպես չի եղել որ գլուխս դնեմ բարձին, մեկ էլ վախենամ ասեմ չհասկացված եղա։ Այդ ինչ հորինած վախ է, այդ ինչ է։ Բացարձակ հորինած չի, ուրեմն վախերից մեկը դա սոցիումի գաղափարից ու սոցիումից դուրս մնալն է։ Ու դա շատ հին։ Ես շատ եմ ուզում սոցիումից դուրս մնամ։ Այս սոցիումը ինձ ընդհանրապես դուրս չի գալի։ Ոնց կարելի է ապրել մի հասարակության մեջ ու լինել բացարձակ դուրս այդ հասարակությունից։ Չեմ կարծում, որ հնարավոր լինել բացարձակ դուրս, բայց ես չեմ ուզում նմանվեմ այն մարդկանց, որոնք համարում են абսուրդ բաները սովորական, իսկ սովորական բաները абսուրդ։ Լավ, ենթադրենք արի վերցնենք մի օր, որտեղ դու կունենաս իդեալական կյանք, դու կարողանաս ու կտեսնես այն ինչ որ քեզ ուրախություն է պատճառում, ու բոլոր մարդիկ էլ ունեն այն իրականությունը, որ դու քեզ պատկերացնում ես, ոնց կլինի այդ օրը։ Որ դու ասես ես իմ այն երկրում Իմ պատկերացած երկիրը շատ բաներով նման կլինի այն երկրին, որտեղ ես ապրել եմ, շատ բաներով։ Որ երկր։ Գերմանիայի Դաշնություն։ Գերմանիայի Դաշնությունը շատ երևի 90%-ով իդեալական երկիր է։ 90%-ով։ 10% բան ընդ պետք է լինի փոխել։ Հայաստանում 90%-ը պետք է փոխել, 10%-ը պահել։ Իմ համար նորմալ չի, որ մենք ապրում ենք կեղտի մեջ օրինակ։ Դա նորմալ չի։ Բայց բոլորի համար նորմալ է, կամ մեծ մասի համար նորմալ է։ Քեզ մի բան ասեմ, շոկի ենթարկվես։ Ապա Համեմատած Հայաստանի հետ, համեմատած Վրաստանի հետ, Մոսկվան չհաշված, համեմատած նաև Ռուսաստանի հետ, շատ մաքուր եմ այնտեղ։ Այնտեղ մաքուր է։ Փողոցները մաքուր են ավելի։ Ես հիշում եմ, դու գիտես, ես Լենինգրադում եմ ծնվել, Սանկտ Պետերբուրգում եմ ծնվել, բայց չեմ ապրել։ այո։ Երբ որ ես գնացի Պետերբուրգ առաջին անգամ մեծ տարիքում 15 թվին, որտեղ փոքր ժամանակ եղել է 96 թվին, որ բան չեմ հիշում, Նևսկի պրոսպեկտի մոտ տուն էի վարձել, ու սենց առաջի օրը սենց հավեսով քայլեցի Լենինգրադ, բան խոսքով էլի, օպերա, բալետ, բան պիտի գնամ Էրմիտաժում։ Ես ապշեցի, թե ինչքան սիրուն է Նևսկի պրոսպեկտը, բայց ապշեցի նաև, թե ոնց է այդ պրոսպեկտից դուրս եկող փողոցների ասֆալտը վատ է։ Այդ պրոսպեկտն էր մենակ լավ ասֆալտած։ Այն տարի, դրանից հետո երևի ավելի լավացել է։
Ուրեմն Գերմանիան շատ մաքուր երկիր է, մաքուր։ Գերմանիան կան կեղտոտ տեղեր, բայց ընդհանուր առմամբ դա մաքուր երկիր է։ Դու պատկերացնում ես, որ Գերմանիայում ես տեսել եմ գերմանական հեռուստաալիքներից մեկով ռեպորտաժ, որտեղ խոսվում է Ճապոնիայի մասին, ասելով թե ինչքան կեղտոտ ենք մենք, այսինքն Գերմանիան, ինչքան կեղտոտ է, եւ հələ նայեք, մեզնից մաքուր երկիր կա, օրինակ Ճապոնիան, որովհետեւ ճապոնացի ժողովուրդը այնքան քաղաքակիրթ է, որ չի սպասում, որ գնացքի կայարանների շուրջը դե ասենք օրը երկու անգամ մաքրում են, չէ՞, բայց շատ մարդ է գնում գալի, արագ կեղտոտվում է։ Խմբեր կան կամավորների, որ գնում են այդ մաքրող քաղաքային իշխանությունների մաքրելու արանքում մաքրում են, որ հանկարծ մի երկու ժամ կեղտոտ չմնա։ Եվ օրինակ է բերում Ճապոնիայի մաքրությունը, որպեսզի բացատրի, թե ինչքան կեղտոտ երկիր է Գերմանիան։ Իսկ մեր մոտ դու գնում ես, ասենք, գեղեցիկ բնության մեջ ման ես գալի փողոցով գնում ես, մեկ էլ տանում ես մեկը շինախպը վերելա թափել է ծառայի տակ։ Շինախպը։ Էլ չխոսած բանի մասին, որ գնում են քեֆ են անում, ինչ կեղտի բան։ Լավ, իսկ դու որևէ ձև մասնակցում ես այդ աղբի մաքրման։ Իհարկե ոչ։ Ինչի՞։ Որովհետև մաքրում եմ, էլի գալի կեղտոտում եմ։ Արդեն թարգել եմ։ Դե մաքրել եմ, էլի ահագին մաքրում եմ։ Մեկ-մեկ ներվենանում մաքրում եմ։ Սիգարետի, երբ որ ես մեր փողոցի, մեր դիմացի փողոցը, որը ասֆալտապատ չի, եթե սիգարետի բիճոկ եմ սկսում հավաքել, ասենք մի երկու ժամում մի մեշոտ բիճոկ եմ հավաքում։ Դու ուզում ես ասես, որ դա մենտալիտետի հետ կապ չունի։ Ոչ։ Հայաստանի ժողովուրդը, Արմինեն, խոսքերս հիշի։ Եթե լինի իշխանություն, որը կարգելի կեղտոտել փողոցները եւ կպատժի կեղտոտողներին, դու գիտես միջին վիճակագրական հային ինչքան ժամանակապետ, որ ինքը դառնա միջին վիճակագրական ճապոնացի։ Գիտես ինչքան ժամանակապետ։ Ես գիտեմ։ Գիտես ինչքան։ Ապա Մի 4 րոպե։ 4 րոպե։ Ես քեզ լրիվ անկեղծ եմ ասում։ Դու չմտածես, որ պետք է կեղտոտեն, հետո մի 5 տարի անցնի, սերունդ փոխվի, որ 2308 թվին նոր մեր մոտ։ Այսինքն քո օրենքը որ բան սկսեց գործել, օրենքը որ բան սկսեց գործել, 4 րոպե հետո բոլորը կդառնան ճապոնացի։ Ըստ քեզ մենակ բռնությունով, պատժամիջոցներով կարելի է մարդուն փոխել։ Այդ հարցը իմ թեմայի հետ կապ չունի, բայց ասեմ, պետությունը բռնություն կիրառող գործիք է։ Պետությունը բռնություն է կիրառում։ Ուղղակի կա վատ բռնություն, երբ որ անհավասար է կիրառվում։ Հա, օրինակ, կարմիր լույսի տակով արգելվում է անցնել, սա բռնություն է, արգելք է։ Բայց որ պահին դա բոլորի համար է, այդ արգելքը քեզ ինչ որ մի պահի սահմանափակում է, ինչ որ միտեղ էլ իրավունքդ ավելացնում է։ Օրինակ, երբ որ դու կանաչի տակով ես անցնում, այդ բռնությունը կիրառվում է մյուս կողմի վրա։ Կարմիրի տակով իրանք են կանգնում կարմիրի տակ։ Հետևաբար այդ բռնությունը, երբ որ համատարած է եւ ընտրովի չի, այդ բռնությունը լավ բռնություն է։ Օրինակ, արգելված է ծխել եւ սիգարետի բիճոկը գցել։ Որ պահին Հայաստանի բոլոր ծխողները կիմանան, որ դա բոլորին է արգելված, բոլորը նույն պահին կդադարեն բիճոկը գցել։ Լավ, պայմանով որ բոլորը իմանան, որ դա բոլորին է արգելված։ Այնպես չլինի մի հատ մի ինչ որ խմբի արգելված չլինի։ Այդ դեպքում այն արգելվածը իրանք էլ չեն պահի։ Այդ դեպքում դու հակասում ես այն փաստին, որ կարելի է հասնել պոզիտիվ ու սիրուն արդյունքների սիրո միջոցով, բարության միջոցով։ Դե հիմա դու արդեն միջոցով։ հիմա գիտես ինչքան անգրագետ բան ես ասում։ Ես խոսում եմ պետություն սարքելու մասին, դու խոսում ես միջանձնային հարաբերությունների Բացարձակ, այդ բացարձակ պետության։ Հիմա դու ասիր անգրագետ, բայց դու միջի վերջ ես լսում, որ ես բացատրեմ ինչ եմ ասում։ Այսինքն, եթե սերմանես հայրենիքիդ հանդեպ, քաղաքիդ հանդեպ, չի օգնում։ մարդ գիտակից դառնա, թե ոնց է վնասում, չի օգնում։ փորձել ես։ Ու չի աշխատում։ Երբեք չի աշխատում։ Ես չեմ փորձել։ Փորձը կա։ Այսինքն միակ հորդորով, բայց դրա մեջ միակ միջոցը մենակ պատժամիջոցն է։ Դրա մեջ վատ բան չկա։ Այսինքն մարդը մոտա կենթանու ու միակ Մարդը բանական պատժամիջոց։ կենթանի է։ Մոտ չի, մարդը բանական կենթանի է։ Եթե դու ուզում ես ստեղծես մաքուր պետություն, մաքուր, որ ոչ թե որ ինչ որ մի փողոց մաքուր լինի, այլ հանրապետության բոլոր փողոցները մաքուր լինեն։ Այդտեղ գալիս է օրենքը, եւ դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Ոչ մի ամոթ բան։ Դա չի նշանակում, որ հայ ազգը վատ ազգ է, կամ ճապոնացի ազգը լավ ազգ է, կամ Դու չես ենթադրում հոգևոր աճ մարդու ու սիրո մեջ լինել երկրագնդի հետ, որ ինքը գա դրան, որ դա վատ է։ Ժողովուրդները բազմաշերտ են։ Հասկացա՞ր։
մի շերտը, որ չգա այդ հոգևոր վիճակին, դա հերիք է, որ փողոցները կեղտոտել են, որպեսզի բոլոր շերտերը ծխեն ու ծխածը չգցեն։ Դիլի գործի օրենք։ Իսկ քո ասած այդ հոգևոր շերտը հիմա էլ չի գցում։ Բազմաթիվ ծխողներ ծխում են եւ չեն գցում։ Այդ շերտը կա։ Եթե հիմա Հայաստանի փողոցները կեղտոտ են, եթե բոլորը կեղտոտեն, ավելի կեղտոտ կլինի։ Ահագին մարդ չի կեղտոտում։ Օրինակ դու երբևէ եղել ես, որ թուղթը գցես փողոցի վրա։ Ես էլ չեմ գցում։ Ահագին մարդ կա, որ չի գցում։ Դրա համար մեր փողոցները մի քիչ ավելի մաքուր են, քան կլինեին, եթե Ոնց բոլորը կարելի է այն ինչ որ մենք ենք անում լուսավոր կերպով հասցնենք, որ ոչ թե պատժամիջոցին դիմենք, որ կենթանական այդ շերտից Հիմա դու անկապ բան ես ասում։ Հիմա դու անկապ բան ասեցիր։ Դու հիմա գիտես ոնց որ ինչ ասես, ոնց անենք, որ տունը քարով չսարքենք։ Տուն սարքելու համար սեր տածենք։ Տունը սարքելու համար պետք է քար, երկաթ, ցեխ, ջուր, չգիտեմ, փետ, ժեշտ, հասկացար։ Հիմա պետությունը այդպես օրգա բան է, սարքելու բան է։ Ինչու բաներ է պետք դրա համար։ Հիմա դու ասես սիրով տուն սարքենք, սիրով տուն չեն սարքում։ Պետք է փետ, քար, ցեխ։ Դա օրենքն է պետության մեջ, օրինակ, մասնավորապես։ Դա չի նշանակում, որ հայրենասիրությունը վատ բան է։ Դու գիտես այդ սիգարետը ծխող եւ գցողների մեծ մասը հենց պատերազմական լինում գնում են պատերազմ։ Իրենք շատ հայրենասեր մարդիկ են։ Եվ իրենք պատրաստ են իրենց սիգարետը չգցեն պայմանով, որ այդ օրենքը պարտադրի իրենց։ Այդ ձևի մարդիկ են։ Իրենք լավ մարդիկ են։ լավ մարդիկ ովքեր անում են տգեղ արարքներ։ Այո, իհարկե։ Դու չես հանդիպել լավ մարդկանց, որ անում են տգեղ արարքներ։ Մեկը ես։ Ես էլ եմ երբեմն տգեղ արարքներ անում։ Ինձ թվում է դու էլ ես տգեղ արարքներ անում։ Անպայման։ Հա, այսինքն լավ, մի ժամ էլ լրացավ։